ինչպես անցած անգամ, հիմա էլի նախաբանը հետևյալն է։ Աստված հենց առաջի մարդկանց զգուշացման մի հանձնարարություն տվեց։ Ես կրկնում եմ անցած անգամվա բանը, նախաբանը։ Եվ Աստված գիտեր, որ մենք կյանքում շատ հարցերում, շատ տեղերում, շատ բաներից զգուշանալու կարիք պետք է ունենանք։ Ես այսօր մի քիչ եմ ուզում այս զգուշացման մասին խոսեմ։ 10 պատվիրանները բոլորը զգուշացումներ են։ Կա որ հենց զգուշացիր բառը հետը գրված է, կա որ զգուշացիր բառը գրված չի, բայց մի գողացիր, մի շնացիր, մի սպանիր, սուտ մի խոսիր, բոլորը զգուշացում է։ Կուրկ չշինես, բայց շաբաթօրվա համար գրած է, զգուշացիր, որ շաբաթը իմ հանգստության օրը հանկարծ բաց չթողես։ Զգուշացիր, որ իմ անունը պարապտեղ բերանդ չառնես եւ այլն։ Ընդհանրապես զգուշացում շատ կա։ Հիսուսն էլ է զգուշ մնացեք, որ բանի մեջ չընկնեք։ Ես չեմ ուզում շատ կրկնեմ գրքից, բայց ուզում ասեմ, մեր կյանքի մեջ ինչքան հարցեր կան, ինչքան տեղեր կան, որ մենք զգուշանալու կարիք ունենք։ Ոտքը սահելուց պետք է զգուշանանք։ Ցածր տեղից պիտի վերևից քո վրա բան ընկնելուց զգուշանաս, վերև տեղից պիտի քո ընկնելուց զգուշանաս։ Ձմեռը մրսելուց պիտի զգուշանաս։ Չգիտեմ, թշնամիներից պիտի զգուշանաս։ Պողոսն ասում էր, թշնամիներից վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, դրսում վտանգներ, ներսում վտանգներ, ծովում վտանգներ, նույնիսկ եկեղեցում վտանգներ, ամենուրեք կան վտանգներ։ Մեր կյանքը ավելի շատ զգուշացում է ալնելու ժողովուրդ։ Ամերիկական մտածելակերպ կա։ Ազատ ես, ինչ ուզում ես արա, ոչ։ Առանց զգուշացման մարդը կգործանվի կետա։ Սովորական փողոց անցնելուց ոնց կարաս չզգուշանաս։ Ոնց կարաս առանց նայելու փողոց անցնես։ 1-2 հաջողվեց։ Մի օր էլ չի հաջողվի։ Կամ ղեկին ես նստած, ոնց կարաս չզգուշանաս ավարը տալուց։ Ուզում ասեմ, զգուշանալու հարց միշտ էլ ունենք։ Ամեն քայլափոխի զգուշանալու բան ունենք։ Եթե չզգուշանանք, մենք մեր կյանքը ձեռից կտանք։ Նաև հենց այս միտքը շարունակեմ, որ ասեմ մեր կյանքը ձեռից կտանք։ Չզգուշանալու պատճառով ինչքան է եղել ձեռդ կտրել ես։ Եղել է մատդ կտրել ես։ Դիտմամբ ես կտրել, թե եղել է ինչ-որ միտեղ էդ կոտրվել է, ընկել ես, ինչ-որ մի բան։ Այսինքն չզգուշանալուց վնաս է գալի։ Չզգուշանալուց ինչ-որ բան կորցնում ես։ Եղել է փող ես կորցրել։ Ես կորցրել եմ։ Եվ անզգուշությունից։ Եթե զգուշանայի չէի կորցնի։ Ու մի անգամ չէ, անգամներ։ Ուզում ասեմ, զգուշանալը Աստծուց տրված հանձնարարություն ասեմ, հատուկ պատվեր ասեմ, ինչ-որ բան Աստծուց տրված, որ զգուշանենք։ Հիմա այս Հուդայի թղթի մեջ ավելի շատ է, ավելի խտացված է զգուշացումները գրված։ Եվ այն անգամ էլ ասցի, ես չեմ հաշվել, բայց լսել եմ, որ Աստվածաշնչում ավելի շատ դժոխքի մասին կա գրված, քան դրախտի։ Հենց նոր կտակարանում էլ։ Ավելի շատ դժոխքի մասին կա գրված, քան թե դրախտի։ Որ դժոխքի մասին շատ կա գրված, չի նշանակում Աստված գովազդում է։ Ճիշտ հակառակ, Աստված շատ խիստ ազգուշացնում։ Շատ ազգուշացնում։ Դե 11-ը շատ մեծ զգուշացում էր, վայ նրանց, որոնք Կայինի ճամփով գնացին բաղամի մոլորության պես ցանկության վարժի հետևից գնացին ու կորխի հակառակության պես կորսվեցին, այս 11-ն էր, այնտեղ վայ էր, բայց չասեմ, 12-ը նման մարդկանց մասին շարունակում է, նման մարդկանց, այդ որ ասեց վայ նրանց, հիմա ասում է 12-ի մեջ, սրանք ձեր սիրո խնջույքների մեջ արատներ են, երբ ձեր հետ երուխումի կնստեն, աներկյուղ իրենց անձը կկերակրեն, անջուր ամպեր են, քամիներից քշված, պտուղները կորցրած ծառեր, բերք չունեցող, 2 անգամ մեռած, արմատից խլված, ծովի կատաղած ալիքներ, որոնք իրենց անձերու ամոթը կփրփրցնեն մոլորած աստղեր, որոնց համար խավարի մեկը պատված է հավիտյան։ Այս ինչ ցուցակ այ մարդ։ Իմ ես քանը որ կարդաս, որ չզգուշանաս։ Հայտնության 20 գլխում գրված է, կա երկրորդ մահ։
կրակի լիճը գցվողների համար ասում է երկրորդ մահ։ Իսկ ովքեր հափշտակությանը մասնակցեն, նրանց վրա երկրորդ մահը էլ իշխանություն չունի, բայց ովքեր հափշտակության չմասնակցեցին, այսինքն մնացին այս մեղքերի մեջ, բայց սա չեմ կարծում բոլոր անհավատների համար է։ Չեմ կարծում սա բոլոր անհավատների համար է։ Անհավատների մեջից էլ ջոկած ավելի ցածր մակարդակի համար է։ Մի վիճակ, որտեղից էլ հետդարձ չկա։ Օրինակ, հիմա չէ, սրանից մի ամիս առաջ, ծառների վրա ոչ մի տերև չկար, բայց երբ որ գա հունիս ամիսը, որևէ ծառի վրա տերև չլինի, արդեն հասկանում ենք, որ այն ուրիշ բանա, որ ձմեռը այս ծառը առանց տերև էր, բայց գարնանը պիտի բողբոջեր և տերևակալեր, բայց որ չբողբոջեց, չտերևակալեց, ուրեմն վերջ մեռածա։ Այս այն վիճակներն են, որ էլ հետդարձ չկա։ Օրինակ հոգևորները եղել են, որ ընկել են, բայց հետո վերականգնվել են, թուլացել են, բայց նորից զորացել են, բայց ցավոք հոգևորներ են եղել, որ գնացել են, էլ հետ չեն կարողացել դառնալ։ Այսինքն սրանք այն վիճակներն են, որ էլ հետդարձ չկա, մեռած, հիվանդություն ուրիշ բան, մի փորձանք, մի հատ պակասություն, մի հատ ընկածություն, բայց որ մեռածությունը վերջ, էլ հետդարձ չկա։ Տեր Աստված մեզանից ոչ մեկին այս բանը չկպնի։ Նրանց համար մարգարեացավ Ենովքն էլ, որ 7-րդն էր Ադամից ու ասեց. Ահա Տերը իր կներեք մոռացել էի տնեն։ Ահա Տերը իր բյուրավոր սուրբերով եկավ բոլորին դատաստան անելու, բոլոր ամբարիշտներին հանդիմանելու իրենց արած բոլոր ամբարիշտ գործերի համար եւ այն բոլոր խիստ խոսքերի համար, որոնք ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցան։ Փաստորեն Ենովքը մարգարեացել է։ Ստեղից ասում։ Շնորհակալ հիմա մի հատ Ենովքի գիրք կա, ես կարդացել եմ, բայց հասկացել եմ, որ էդի չի։ Էդի մեր նման մի հատ մարդ, մի քիչ միտքը աշխատացրել է, նստե գրել է, Աստծո խոսք չի։ Բայց որ Ենովք իրականից մարգարեացել է, ըստ այս խոսքի հավատում եմ։ Հիմա այստեղ մենք չենք կենտրոնանում Ենովքը մարգարեացել է, թե չէ։ Կենտրոնանում ենք ինչ է մարգարեացել։ Եվ այս մարգարեությունը համընկնում է այսօրվա կամ առաքյալների շատ ասածների հետ։ Ահա Տերը իր բյուրավոր սուրբերով եկավ, որոշ թարգմանությունների մեջ գրված է հրեշտակներով կամ սուրբ հրեշտակներով։ Բայց ես այս սուրբերով ավելի ճիշտ եմ համարում այս իմաստով։ Այո, Տեր ուր գնաց մի հատ հրեշտակների բանակ հետը կա, դա հաստատ։ Բայց ես հավատում եմ, որ հափշտակությունից հետո եկեղեցին արդեն միանալու է Հիսուսի հետ եւ հավիտյան իր հետ լինի։ Սա գրված է առաջին Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխում։ Հափշտակություն բառը ընդեղ է գրված եւ գրված է։ Դրանից հետո մենք միշտ Տիրոջ հետ ենք լինելու։ Միշտ միասին ենք լինելու։ Եվ Հիսուսը եկեղեցու հետ պիտի իջնի երկրի վրա։ Հափշտակությունը պիտի միամիտ լինի։ Պարզապես տնան քրիստոնյաները չկան։ Բայց ոչ մեկ այդ ժամանակ Քրիստոսին չի տեսնելու։ Եկեղեցին օթերի մեջ է Քրիստոսին հանդիպելու, ըստ Թեսաղոնիկեցիների թղթի։ Ուրեմն Հիսուսը եկեղեցու հետ իջնելու է երկրի վրա։ Այս այդ եմ հասկանում։ Տեր իր բյուրավոր սուրբերով եկավ։ Գրկում հրեշտակները սխալ չի, բայց հրեշտակները միշտ էլ Տիրոջ հետ կան։ Սուրբերով եկավ, ինչ անելու գրված է, այո, այս էլ որ հավիտանի հազարամյակի մեջ դատաստան է լինելու, դատելու ում, դատաստան անելու, ամենուն դատաստան անելու, բոլոր ամբարիշտներին հանդիմանելու, իրենց արած բոլոր ամբարիշտ գործերի համար և այն բոլոր խիստ խոսքերի համար, որոնք ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցան։ Դե հետի արդեն հայտնության 20 գլխի մեջ էլ է գրված, որ բոլորը պիտի դատվեն։ Ոչ մեկը ինչ որ անում է, իզուր չի անցնելու։ Նույնիսկ հիշում եք գրված է, այն դատարկ խոսքն էլ որ մարդիկ խոսում են, պիտի դատաստանին հաշիվ տան։ Դատարկ խոսքը։ Ժողովուրդ հասկանում եք դատարկ խոսքը որն է։ Հələ մի օր դու փորձի քո բոլոր խոսքերը մի հատ անալիզ, այ ապրես ինչ լավ բառեր է դա իմ անգալի։ Ուզում եմ ասել բերես քննես նոր դες դատարկ խոսքի խոսում ես թե չէ։
կարծում եմ մենք դատարկ խոսք հաճախ խոսում ենք։ Այդ դատարկ խոսք գիտեք որտեղից է գալի։ Դե Հիսուսն ասեց, չէ, լեզուն սրտի ավելցուկից է գալի։ Եթե սիրտը լցված է Սուրբ Հոգով ամբողջությամբ, այնտեղ դատարկ տեղ չկա, որ դատարկ խոսք կա։ Սուրբ Հոգուց կգա, բայց եթե այնտեղ լրիվ լցված չի, կիսատ տեղ կա, այնտեղից դատարկ խոսք կգա։ Իսկ եթե վատ բան կա սրտի մեջ, այնտեղից վատ խոսք կգա։ Տրամաբանական է թե չէ։ Եթե մարդու սրտի մեջ վատ բան կա, Հիսուս էդ էլ ասեց, բարի ծառը բարի պտուղ կբերի, չար ծառը չար պտուղ կբերի։ Եթե չար բան կա, տեղից չար խոսքեր կգան։ Եթե չար խոսքեր չկան, բայց դատարկ տեղ կա, այսինքն Սուրբ Հոգով լրիվ լցված չի մարդը, դատարկ խոսք հաստատ կլինի։ Որպեսզի դատարկ խոսք չլինի, լրիվ լցվի Սուրբ Հոգով։ Լրիվ լցվի Աստծո խոսքով։ Ամեն առավոտ ահագին Աստծո խոսք լից քո մեջ, ամբողջ օր այդ Աստծո խոսքը թող լինի քո մեջ։ Այդ դատարկ խոսքից կպրծնես։ Բայց ես դատարկ խոսք ասի, բայց տեղ ասում եմ, այ խիստ խոսքերի համար։ Օրինակ ասենք, Մաղաքիայի մարգարեության մեջ Աստված ասում է, ձեր խոսքերը իմ դեմ խիստ եղան։ Եվ հարցնում են, որներ ինչ խիստ խոսք են խոսել։ Աստված ասում է, որ դուք ասում եք, Տիրոջը ծառայելը այդքան էլ արժեք չունի, դատարկ բան է Տիրոջ ծառայելը։ 3-րդ գլխի մեջ է գրված Մաղաքիայի։ Դատարկ բան է Տիրոջը ծառայելը։ Այդի խիստ խոսք է։ Ժողովուրդ, ես հավատում եմ եւ վերջակում եմ։ Երբ որ կանգնենք Աստծո առաջ, քո կյանքի բոլոր օրերը, որ Աստված sense բերի դնի, sense մի շարքի, ամենաարժեքավոր օրերը այս օրերն են, որ դու նվիրել ես Աստծուն։ Հավատում եք սրան։ Ամենաարժեքավոր ժամերը այս ժամերն են, որ դու ես որ ասում եւ միայն եւ ոչ թե միայն եկեղեցու, այլ տանն էլ որ դու աղոթքի մեջ ես եղել, Աստծո խոսքի մեջ ես եղել, ավետարանելու մեջ ես եղել, մեկին օգնելու, այսինքն երբ որ Աստծո խոսքն է քո մեջ իրականացել, ամենաթանկ այդ ժամերն են, այդ օրերն են լինելու։ Իսկ ոմանց թվում այս ժամերը, այս օրերը դատարկ է։ Ձեզ էլ ասած կլինի, ինձ էլ ասած, ինչ հետևից ես ընկնում, ինչ դատարկ բան հետև։ Իսկ իրանց այն նարդի խաղալը դատարկ չի։ Իրանց այն որ քամուն, արևին, փողոցում կայնած զրուցում են կամ չեն զրուցում, ես իմ դատարկ չի, իրանց կարծիքով։ Մենք բոլորս այդ ատյանով անցնելու ենք։ Եթե այս մասին բանում եք, համեցեք ասեք։ Եթե չի, անցնենք առաջ։ Ենովքի մարգարեությունից անցանք, Տերը պիտի դատաստան անի։ Զգուշացում է, թե չէ։ Իմիջալուց ասեմ, ես օրինակ բերեցի անհավատներին, բայց սիրելի հոգևորներ, ցավոք մեր մեջ էլ դատարկ խոսքեր են, կամ խիստ խոսքեր։ Բերեք ես խիստ խոսքերի մասին մի քանի բան էլ ասեմ, հա։ Տրտունջը խիստ խոսք է Աստծո առջև։ Բողոքը խիստ խոսք է, բամփասանքը, դատողությունը։ Դրանք խիստ խոսքեր են։ Եվ դրանց համար բոլորը հաշիվ են տալու, Աստված պահանջելու է։ Քանի այս երկրի վրա ենք, ինչ որ արել ենք ապաշխարենք եւ սրանից դուրս զգուշանանք այդ բաներից։ Սրանք տրտնջողներ ու քրտնջողներ են։ Տրտունջը արդեն ասվեց։ Որոնք իրենց ցանկությունների համեմատ կգնան եւ իրենց բերանները ամբարտավան խոսքեր կխոսեն եւ շահի համար երեսպաշտություն կանեն։ Մի քանի բան ասեմ։ Տրտնջող։ Գիտեք, տրտունջի համար քանի հազար, 23,000, հա, այդքան մարդ մեռան։ Աստծո դուրը տրտունջը երբեք չի գալի։ Տրտունջը Աստծուն շատ վշտացնող։ Եկեք ինձ մենք էլ։ Ով որ ծնող է, մի հատ sense մտածի։ Եթե իր երեխան ամբողջ օրը բողոքի, դուրդ կգա, հաստատ դուրդ չի գա։ Էլի մարդը ոնց որ ինչ որտեղ սխալներ ունի, ասենք իմ երեխան բողոքի, ինչ որտեղ հիմքեր կունենա, ես թույլ եմ տվել, ես վաստակել եմ, բայց Աստված բողոքը չի վաստակել։ Աստված այն սխալները չունի, որ մենք բողոքենք, որ մենք տրտնջանք։ Մյուսը քրտնջող։ Իրանց բերանները ամբարտավան խոսքեր կխոսեն եւ շահի համար երեսպաշտություն կանեն, այս սրա վրա ուզում կանգ առնեմ։ Երեսպաշտությունը հասկանում եք, կեղծավորության մի տեսակն է։
Արտաքինից ցույց են տալի ամեն բան լավ, բայց իրականում շահի համար են անում։ Ըստ ել իրանց սիրտը տես չի։ Դիմացինին այդքան ին որ գնահատում են, մեծարում են եւ այլն, իրանց սիրտը չի գնահատում, իրանք գնահատում մեծարում են, որ դեղից մի հատ շահ ունենան։ Շահը ունեցան, կշարունակեն, չունեցան։ Շարունակում վատ բանը չեմ ուզում ասեմ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ցավոք էս էլ կա մարդկանց մեջ։ Ցավոք հոգևորների մեջ էլ կա։ Շահի համար երեսպաշտություն անել։ Սրան ուրիշ կերպել են ասում։ Երեսին ուրիշ բան են խոսում, հետևից ուրիշ բան են խոսում։ Երեսին լավն են խոսում, որովհետև չեն ուզում ինչ որ հարաբերությունը փչանա, հետևից բայց Աստված տեսնում, Աստված լսում։ Ժողովուրդ, Աստված սրտի ուղղությանն է նայում։ Ես չեմ ասում, որ եթե ասենք, ինչ ասեմ, ինչ որ բան կա, վատ բան կա, քո մեջ հենց երեսին էլ ասես։ Արի երեսին էլ մի ասա, հետևից էլ մի ասա։ Հասկանալի է, չէ՞։ Այնպես չի որ ոմանք ասում են, ես երեսին ասում եմ։ Դա էլ նորմալ չի, անդադ վեճերի, անդադ ասում է ինքը յանի պրծմնա դիմասին գցում գրակի մեջ։ Ոչ երեսին ասա, ոչ էլ հետևից ասա, այլ ապաշխարի։ Այդ վատ բանը հանի գցի դեն։ Մի հատ կարող է անցած անգամ էլ ասացել եմ, հիմա էլ ասեմ, ոչինչ։ Արաքած գրքում գրված է, որ նեղացած եղբայրը կամ վշտացած եղբայրը ամուր պարսպապատ քաղաքի պես է, ամուր ամրոցի պես է։ Մի հատ հետևություն, մեջից եմ լսել, վերջերս դուրս շատ է, ոչ թե դուրս է եկել, հասկացա։ Ասում է, այդ նեղացած եղբայրը ինքը իրան դրել է բանտի մեջ։ Այսինքն, եթե դու մեջից նեղացել ես, եթե մեկի նկատմամբ սրտումդ վատ բան կա, դու քեզ դրել ես բանտի մեջ։ Դու քեզ բանտարկել ես։ Ճիշտ կլինի դու քեզ բանտից ազատես։ Ինչպես ազատես։ Ոչ դեմից խոսած, ոչ հետևից խոսած, այլ այդ մտքերից ազատվես։ Մաքրես, քո ներսը մաքրես։ Տաս Աստծուն։ Եթե այդ մարդը ճիշտ է, էլի տաս Աստծուն, սխալ էլի տաս Աստծուն։ Եվ ասում է, դու ով ես ուրիշի ծառային դատում ես։ Մի դատի, մի մտածի այդ մասին։ Ինչքան մտածես, այնքան դու քեզ բանտարկում ես։ Կամ պետք է կռիվանես։ Կամ պետք է ճակատին ասես կռիվանես, կամ հետևից ասես բամփասող լինես, կամ չգիտեմ, պետք է ապաշխարես։ Ընդունել է, որ ապաշխարել ամենաճիշտն է։ Մի բան է եղել, ընենց են ասում, կարծես աշխարհը քանդվել է։ Կամ մի անգամ է եղել, ասում եմ, միշտ տենց էր։ Մեկը մեր տունը ասենք, մի քանի անգամ հացակերը, մեջել ես ասեմ, ես եմ պահել նրան։ Ես մասին շուտ էլ եմ ասել իշխում։ Մեկին գնաց իրանց տան շարելուց, իրան տան սարքելուց օգնել եմ, ասում, իրանց տունը ես եմ սարքել։ Ես նման արտահայտություն լսել եմ, շատ եմ լսել։ Մեկը նույնիսկ ինձ ասեց մեկի մասին, նրանց բարեկամներն հանդիպեցի, ասի մարդուն տեսա բան, ձեզ ճանաչում էր, ասում էր, իրանց տունը ես եմ սարքել։ Մերոնք սաղ սարքող ենք, իպ տենի գա մեր տունը սարքի։ Շատ էլ մի անգամ եկի օգնել է։ Ես չափազանցել եմ իհարկե։ Կարանք դնենք են դատարկ խոսքերի շարքին, բայց ամեն դեպքում սխալ է, ճիշտ չի։ Լավ, շարունակենք, հա։ Զգուշացում բառը նորից թե վերնագիր հանդիպեց, զգուշացումներ և հորդորներ։ Բայց դուք սիրելիներ, հիշեցեք այն խոսքերը, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներից նախապես խոսվեցան, որոնք ձեզի կասեին, թե վերջի ժամանակի ծաղր անողներ պիտի գան, որոնք իրենց ամբարիչ ցանկությունների համեմատ պիտի գնան։ Սրանք իրենց զատող շնչավորներ են, որոնք հոգին չունեն։ Դե նորից խոսքը բերում է մյուս առաքյալների խոսքերին։ Խոսքը բերում է ընդհանրապես ամբողջ Աստվածաշնչին։ Դուք ուշադրություն դարձրեք, ինչ է խոսվել։ Ուշադրություն դարձրեք, Աստված ինչքան զգուշացումներ է արել, ստե զգուշացնում ասում է, էլի ինչքան զգուշացումներ է արվել։ Վերջի ժամանակը ծաղր ընողներ պիտի գան, որոնք իրենց ամբարիչ ցանկությունների համեմատ պիտի գնան։ Օրինակ, 2 Տիմոթեոս 3 գլուխը ես որ կարդում եմ, հենց որ ասում է, վերջի ժամանակը, չար ժամանակներ պիտի կան, որտեղ մարդիկ պիտի լինեն անձնասեր, հպարտ, ամբարտավան, հայոյիչ եւ այլն։
Ես կարծում եմ այն ժամանակվա մարդիկ որ կարդացել են, զարմացել են, խիստ մարդ էլ կլինի։ Բայց հիմա ամենասովորական մարդիկ են։ Հիմա ամենուրեք են նման մարդիկ։ Պարզերում այդ տեսանկյունով էլ երևում է, որ վերջի ժամանակն է։ Վերջի ժամանակում էլ չարությունը սրանից ավել ուր հասնի։ Էլ ուր հասնի չարությունը սրանից ավել։ Ջրեղեղ չի լինեմ, չի կործանում զուտ մի բանը, որ եկեղեցին հələ երկրի վրա է։ Հələ Աստված բաժին ունի։ Հենց Աստված իր բաժինը վերցրեց, ջրեղեղը փոքր է, հիմա կրակ պետք է լինի։ Եվ սրանք իրենց զատող շնչավորներ են, որոնք հոգին չունեն։ Մեծատար հոգին ա գրած, Աստծո հոգին չունեն։ Հիսուս իր աշակերտներին մի օր ասեց Սուրբ Հոգու մասին, ասեց ձեր հետ է, ձեր մեջ պիտի լինի։ Ովքեր ստացել են Սուրբ Հոգին, մեր մեջ է։ Իհարկե, մեր մեջ է, բայց մենք լցվելու կարիք շատ ունենք։ Բայց մարդիկ կան դեռ Սուրբ Հոգին դրսից աշխատում է իրանց հետ, որ մի օր հավատք ընդունեն եւ Սուրբ Հոգին գա իրանց մեջ։ Իսկ մարդիկ կան ընդհանրապես այնքան են հեռացել, որ Սուրբ Հոգին իրանցից շատ հեռու է։ Իսկ Սուրբ Հոգին իրանց հետ չի աշխատում։ Սուրբ Հոգին արդեն թողել է իրանց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մարդիկ կան ների հոգով են արդեն շարժվում։ Մարդիկ կան ամբողջությամբ հանձնված են ների մտքերին։ Ես շուտ հայտարարել եմ, հիմա էլ համարձակ հայտարարում եմ։ Բոլոր նվաճողները ների հոգով են շարժվել։ Ես կարծում եմ որոշ բաներ մեր մեջ էլ ալնում պատահում է։ Ես լսացել եմ, որ մեկը մյուսին ծաղրած են։ Նույնիսկ առաջի Սաղմոսում գրված է ծաղրողների աթոռին նույնիսկ մի նստեք, նրանց կողքը մի եղեք։ Բայց տեսնում եմ, որ ժամանակ կա, որ ծաղրողի կողքին ավելի շատ են հավաքվում, քան թե մյուսների կողքին։ Ուզում եմ ասել, որ դա մեզանից այնքան է շատ հեռու չէ, մեր մեջ էլ է պատահում ժամանակ, որ ընկնում ենք դրա մեջ։ Պետք է աշխատենք, որ դրանից մի քիչ հեռու մնանք։ Միգուցե այս մարդու ծաղրանքը ծիծաղ առաջացնի, բայց մեր քեզ դիր ծաղրվողի տեղը, դες հաճելի է թե չէ։ Հաստատ հաճելի չի։ Ծաղրվողի համար հաճելի չի։ Դե Աստծո խոսքը ասում է, ինչ որ կուզեք մարդիկ ձեզի անեն, նույնը դուք իրանց արեք։ Բայց այդ ծաղրողների համար մի հատ պատմություն գիտեմ, կարծում ձեզան շատերն էլ կիմանան։ Միտեղ մի քանի երիտասարդ նստած, մեկը այդպես ծաղրողը ասում է բոլորից ծաղրում, ով անցնում է, մի բան գտնում է դրա վրա։ Ով անցնում է դրա վրա մի բան, մի ծաղրելու բան գտնում է։ Ասում է մեկը անցավ, հենց տեղ լրիվ ծաղրելու էր, ասենք ավելի շատ թերություններով։ Ասում է ձեն չանես, նրան չծաղրեց։ Զարմացան, հետաքրքրվեցին, տեսան իր հերն է։ Բայց նույնիսկ ծաղրողի հերը այն բոլորից ավելի ծաղրվելու էր, ավելի վատ վիճակի մեջ էր։ Իր հերը տենց ինքը մյուսներին ծաղրում էր։ Այո, ծաղրողը ինքը ավելի շատ, ինչ ասեմ, արժանի է այդ ծաղրին։ Օրինակ ասենք, ես չգիտեմ, ձեր տեղելա թե չէ, ես հանդիպել եմ դպրոցում, միշտ չսովորողը սովորողին ծաղրում էր։ Սովորողը չսովորողին չէր ծաղրում, բայց չսովորողը սովորողին ծաղրում էր։ Վերջապես այդ վատ բաներից պրծանք արդեն լավ բաներն ասում։ Էլի զգուշացում, բայց լավ բաները։ Բայց դուք եղբայրներ, չէ, սիրելիներ, ըստ արդեն քույրիկներել են։ Բայց դուք սիրելիներ 20 համարից Ձեր անձերը շինեցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա եւ Սուրբ Հոգով աղոթեցեք։ Ձեր անձերը շինեք։ 18-րդ խոսքի մասին, եթե կարելի է մի բան ասեմ, մինչև 19-ը դուք ասեք, բացատրեք, հատուկ շեշտում է Աստծուն ծաղրանողներ, այսինքն եթե առաջին հայացքից մենք նայում ենք, մեզ թվում է, որ մարդ-մարդ հարաբերության մասին է խոսքը, կարծում եմ ավելի շատ շեշտը դրված է մարդու ընդհանրապես մտածելակերպի, խոսելաոճի, ապրելակերպի վերաբերյալ, որ ամեն ինչով ինքը ծաղրում է Աստծուն, Աստծո օրենքները, իրավունքը,
ամեն բան եւ մեր լեզվով ասած, որ երբեմն մենք ասում ենք ձեռես առնում, այսինքն ինքը իր ամեն ինչով վարք ու բարքով ծաղրում է Աստծուն։ Ավելի շատ կարծում եմ այդ մարդ Աստված հարաբերության վրա է շեշտը դրված։ Իմիջիալոց բանը մենք որ նոր տակարանի տեսությունը Քլենդենի դպրոցում անցել ենք, առակած գիրքը 4 տեսակի մարդկանց մասին է խոսում, իմաստուն, չիմացող, իմացող, բայց չգործածող, մեկ էլ ծաղրող, ամենավատը ծաղրողն էր, առակած գիրքը դատապարտում է ծաղրողներին, բոլոր տեսակի ծաղրողներին, հենց որ ծաղրողը Աստծո առաջ են ամենացածր մակարդակի վիճակներից մեկն է։ Ես նորից եմ ուզում 20 համարը ասեմ, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը շինեցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա եւ Սուրբ Հոգով աղոթեցեք։ Ես շինեցեք բառը ուզում եմ մի քիչ ընդհարցակ եմ վերլուծեմ։ Ժողովուրդ, եկեք ընդունենք, որ մենք աճելու կարիք ունենք։ Ոչ մեկս չենք կարող ասել, թե կատարյալ ենք։ Բոլորս էլ աճելու եւ կարիք ունենք եւ հնարավորություն ունենք։ Եփեսացիների 4 գլխի մեջ գրված է, որ Աստված եկեղեցուն պարգևներ տվեց, որպեսզի նրանց ծառայությունով մենք աճենք մինչև Քրիստոսի լրիվ հասակի չափը ունենալու։ Մենք աճելու տեղ ունենք։ Հիմա, եթե պետք է աճենք, դե այնտեղ աճել ասում, ստեղ էլ շինել ասում։ Տունը շինում են, ծառը աճում է, երեխեն աճում է։ Մենք աճում ենք ճանաչողությամբ, բայց նաև կառուցվում ենք մեր հոգևոր գործունեությամբ։ Նենց որ մենք պարապ չենք նստելու, մենք միտեղ չենք կանգ առնելու, մենք միտեղ չենք հանգստանալու։ Մեր ոտերի տակը կարծես են էսկալատոր գիտեք, չէ՞ ինչա։ Որ հետո տես բան կա, կանգ առնենք, մենք հետ ենք գնալու։ Մենք պետք է ոչ թե քայլենք, այլ վազենք, որ առաջ գնանք։ Ես ես շինեցեք, այդ եմ ուզում հասկանանք։ Ժողովուրդ, մենք մեր անձերը պետք է շինենք։ Մենք չենք իրավունք չունենք մնալու նույնը։ Այսօր դու ինչ վիճակ ունես, փառք Աստծուն քո վիճակի համար, բայց վաղը մյուս օրը մի տարի հետո այս վիճակը արդեն բավական չի։ Արդեն այս վիճակը հետ է։ Մենք աճելու կարիք ունենք։ Շինվելու կարիք ունենք։ Եվ ընդհանրապես որպեսի գործենք Աստծո համար, պետք է հասնենք այնտեղ, որ այդ գործողը լինենք։ Երեխեն որ ծնում է, շատ լավ որ ծնում է։ Սիրելի է, լավ, ամեն բան լավ է, ձեռ, ոտը, տեղը բոլորը։ Բայց այս երեխեն չի կարող գործի։ Պետք է աճի, հասնի մի հասակ, որ կարողանա գործի։ Այս նույնը մենք ենք։ Վերստին ծնվում ենք, սկզբից հա փոքր ենք, բայց տարիներ անցնի եւ մնանք այդ հասակին ճիշտ չի։ Մենք մեր անձերը պիտի շինենք։ Եվ առաջ Կորինթացիների 14:3-ում գրված է, որ Սուրբ Հոգով լեզուներով աղոթելով մեր անձերը շինվում են։ Դրա համար ասում է Սուրբ Հոգով աղոթեք։ Սուրբ Հոգով աղոթելով, անդադար աղոթելով, շատ աղոթելով, ճանապարհին գնալուց աղոթելով, գործանելուց աղոթելով, չգիտեմ, մինչև աշտերդ փաջես քնելու աղոթելով, արթնանալուց հետո աղոթելով քո անձը կշինվի։ Այսինքն շինելու, անձը շինելու հնարավորություն Աստված տվել է։ Սուրբ Հոգին եկել է, որ մեր անձերը շինի, որ մեզ աճեցնի, որ մեզ կառուցի, որ օր-օրի մեզ աճեցնի, հասցնի Քրիստոսի լրիվ հասակի չափին։ Եվ այս հանձնարարը։ Բայց ձեր ամենասուրբ հավատքի վրա, այսինքն դու ոչ թե մարդկային քայլերով ես աճելու, այլ Աստծո հետ կապով ես աճելու։ Քո շինությունը դինի Աստծո հետ կապով, ոչ թե երկրային մատերիալ ես գործածելու, այլ Աստծուց տված մատերիալն ես գործ։ Մատերիալ ասի, կարայի քար ասեի, ավազ ասեի, չգիտեմ, դեսպի ասեի, Աստծուց տվածն ես գործածելու։ Այդ է քո անձի շինությունը։ Եթե բանուն եք ասեք համար այս մասին։ Եթե չկա, շարունակենք։ Ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը սպասելով հավիտենական կյանքի համար։ Այնտեղ շինել ասում, ստեղ էլ պահել ասում։
ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեք։ Ուրիշ բանա կառուցել, ուրիշ բանա պահելը։ Պատերասրա պատը, ես որ պատ եմ շատ շարը, էդի է իմ մեջ լավ ընկալվում։ Կամ լավ, բերեք մի հատ աճման օրինակ բերեմ, գյուղում, մեր բոստանում, տնտիներ էինք տնկե։ Մի քանի տնկի եզրում էին, գոմին մոտիչ էին, անասները որ գալիս էին, բերաները հասնում էր, սրանց տերևները պոկում էին, տերևի հետ փոքր ճյուղերներ են պոկվում։ Ուրեմն այն մյուս տնկիները հասան, սկսեցին բերք տալ, սրանք տնկել մնացին տարիներով։ Տենց էլ սրանք բերքի չհասան։ Որտեվ ընթացքում արդեն հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն տնկելը ուրիշ բան է, պահելը, եթե միշտ սատանայի ձեռը հասնի քո կյանքից ինչ-որ բան պորթի, քեզ ինչ-որ բան պոկի, քո սարկած պատը եկուց գազ տենաս քանդելա, տենց էլ տեղ չես հասնի, պահելա պետք, որտեղ պահես, Աստծո սիրո մեջ, ամենաապահովը Աստծո սերն է, ամենաապահովը Աստծո սերն է, ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեք, ուրեմն Սուրբ Հոգով աղոթելով շինվեք, Աստծո սիրո մեջ պահեք, եթե սիրո մեջ չմնաս կկորցնես, էլի մեծ զգուշացում է, եթե սիրո մեջ չմնաս կկորցնես, այսինքն մի հատ լավ մտածի, կա մեկը, որին չես սիրում կամ չի չես սիրում, քանի շուտ է ապաշխարի, քանի շուտ է հարցերդ լուծի, հարցերը որն է, ոչ թե իր հետ հարցերը, քո հետ հարցերը, քո հետ ներքին մարդու հետ քո հարցերը լուծի, իր խի չես սիրում, վատնա քո կարծիքով, բա որ Աստված նրան ընտրել է, դու ով ես որ ասես վատը, կամ Աստված նրան պահմա չի մերցնում, դու ով ես որ նրա մահն ուզես։ Գիտենք, թե ան, որ Աստծո մեջ ծնած է, մեղք չի գործեր, եւ շարունակության մեջ գրված է, ան, որ Աստծո մեջ ծնած է, իր անձը կպահի եւ չարը նրան չի դիպչի։ Ամեն։ Օրինակ, ձմեռած ցուրտ է։ Եթե ես մի սարուշկով դուրս գամ, իմ առողջությունը կպահեմ, թե կկորցնեմ։ Ուրեմն որպեսզի առողջությունս պահեմ, պետք է համապատասխան հագուստ հագնեմ։ Եվ ընդհանրապես կերակուրը, ասենք ավելացել է, հաջորդ անգամ պետք է ուտեմ։ Եթե արևի տակ դնեմ, մի քանի ժամ հետո ինչ կլինի։ Մենակ չի թե կթունավորվի էլ։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Պահել նշանակում է այնց անել, որ վնաս չքաշի։ Այնց անել, որ վնաս չկրես։ Կառուցածդ մնա, աճածը չպակասի, այլ հաջորդ անգամ էլի մինչև հասնես տեղ։ Պահեք, ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեք։ Ուրեմն ստեղ էս երկու բառը՝ շինեցեք Սուրբ Հոգով աղոթելով եւ պահեք Աստծո սիրո մեջ։ 22 համարը։ Այս թարգմանությունը, որ հիմա ստեղ ես կարդում եմ, ստեղ ճիշտ չի գրած, դա համար ես կարմիր գրիչով սենց գծել եմ, վերևում գրել եմ ուրիշ թարգմանություն։ Եվ խտրություն անելով ոմանց ողորմեցեք։ Ուրիշ ինչ բան կա գրած, ով է ինչ որ ուրիշ թարգմանություն բացել հիմա։ Ոնց։ Ողորմած եղեք թերահավատների հանդեպ։ Հետաքրքիր էր։ Ուրիշ, հա։ Չէ, դու 23 ասիր, ես 22-ն եմ հարցնում։ Լավ, ռուսերեն իմ մոտ ես գրել եմ, բայց Կարեն ջան, քո լեզուն ավելի լավ է ֆռում ռուսերենով, կասես։ Այդ рассмотрением լավ չեմ կարող։ С рассмотрением։ Այսինքն մի քիչ էսեղ հայերենում խտրություն անելով է գրած, բայց դա խտրություն չի, մի քիչ այսինքն քննելով, հա։ Վերանայելով, հա, դա լավ մի քիչ, վերանայելով կամ քննելով, այսինքն քո ողորմությունից մի ցպնի էլի, ում հասնի։ Այլ մի հատ մտածի, ում տաս, ինչ տաս։ Օրինակ Գաղատացիների 6-րդ գլխում գրված է
բարություն արեք բոլորին, մանավանդ հավատքի ընտանիքներին։ Այսինքն այդ մանավանդը ինչ ասում, ինչ որտեղ տարբերություն դիր։ Մանավանդ, օրինակ եղել է, մեկ ինձանից փող ա ուզել, իմացել եմ, որ ուզում է, որպեսզի տանի ծխախոտ առնի, ծխախոտի համար չեմ տվել, ասել է կանֆետի համար, ասել եմ, ես կանֆետ կառնեմ, կտամ չես, ասենք եթե ինքը ասում է կանֆետի համար, ես տամ ասեմ լավ կանֆետի համար եմ տալ, էլի ինքը չեթա իրա ծուխը կառնի, այսինքն, եթե ողորում ես, մի հատ տես ոնց կողորում ես, էլի, ուրիշ ինչ կասեք ես մասին, այսինքն ողորմությունը չի նշանակում հենց թափես, Աստված էլ է տենց անում, չէ, ոմանց զրկում է ողորմությունից, կամ ոմանց լավ է ողորմում, ոմանց պակաս, գիտի ում ինչպես, խտրություն անելով, ոմանց ողորմում է։ Հասկացած է մանավանդ հոգևորներին էլի, միտեղ որ գործ ենք անում, անհրաժեշտ է լինում օրինակ, պատուհաններ, ես, որ ինձ տանտերն ասում է պատուհաններ որտեղից կարող են գնել, իմ ուղեղը մի անգամուց գնում է մեր Սևանի եղբայրների վրա, որ իրանք ունեն այդ ցեխը, ինչի համար, որտեղ իրանք քրիստոնյա են, մեր եկեղեցու անդամ են սենց ասած, աշխատում եմ իրանց համար ասեմ, որ գնան իրանց մոտից, կամ ասենք ինչ-որ մեբելի հարցում մեր աղբերներին, ում ասեմ, առաջինը ես միշտ ուզում եմ, որ լինի խտրություն եմ դնում, իմ ավելի շատ իմ աղբերներին, իմ հոգևորներին, հետո եթե հոգևորները չի լինի, նոր կմտածեմ, ասենք, աշխարհիկներին, էլի սենց։ Տոշտի ինպես ես մտածում, է։ Ես թե մի ուրիշ բանել եմ ուզում ասեմ։ Տեսել եք, որ մեկը մեկին լավություն անելու հնարավորություն ունի, բայց սենց հաշվարկ անում, ինքն էլ ինձ լավություն արել։ Կա այս բանը թե չէ, բա ինքը այսինչ որ ինձ օգնեց, կամ որ հիվանդ է ինձ այցելուց եկավ, վերջը, ինքը ինձ լավություն արել, դրա համար իրան անեմ։ Բայց Հիսուսը այսպիսի բան ասեց, ասեց, եթե լավություն ես անում, աշխատի այնպիսինին արա, որ քեզ չի կարող հատուցանել, որ Աստծուց ստանաս։ Այս սը ռասմատրենիեմ, հայրենը ոնց են դեղից էլ ասցին, վերանայելով, ես էլ նշանակություն ունի, արդյոք միշտ ինձ լավություն անողին պետք է անեմ, թե ով որ ավելի կարիքավոր է, ում որ այդ լավությունը ավելի անհրաժեշտ է, կարող է մեկ ինձ լավությունը արել, բայց իրան այդ պահին այդքան էլ անհրաժեշտ չէ այդ լավությունը, հասկացաք ինչ եմ ասում, ես նրա արածի դիմաց եմ անում, ոչ թե իրականում անհրաժեշտ էր, բայց ճիշտ լավությունը են որ, լավություն անենք նրան, ով որ դրա կարիքը ունի, ամեն ասում եք, այս վերանայելով նաև էսի նկատի ունի, Եվ ոմանց վախով ազատեցեք կրակից հափշտակելով նրանց ատելով մարմնից աղտոտված հագուստնել։ Իմ կյանքից կարող եմ մի փոքր դրվագ ասեմ։ Ես իմ գործի հետ, որ ինժեներ էի աշխատում, բայց նաև կացելնիում ինչն կաչեգար։ Դե սմենով գիշերը մնում էի այդտեղ։ Քան որ ձմեռը էդ էր տաք տեղ, այդ թաղամասի տղերքը գալիս էին տաքանալու, մեծ էլ որ գլուխները տաքանում էր, հաց էին բերում ուտելու, խմիչքել էին բերում։ Այդ ժամանակ ես երիտասարդ էի, այդքան չէի կարում, իրանց թաղամասներ չէի կարում դեմ կանգնեի, բայց հոգևոր էի։ Հետո այդ ուտելիք բան սաղ թողում էին, յանի լավություն անում ինձ։ Զզվանք էր գալի մեջս։ Իրանց այդ թողածից մենակ, որ կանֆետ էր եմ թղթով փաթաթած, այդ կանֆետը կարող է վերցնեի, ուրիշ ոչ մի բան զզվանք էր գալի իմ մեջ։ Այդ խմիչքից էլի, խմիչքից իմ մեջ զզվանք էր գալի։ Ուզում ասեմ, դուք էլ նկատած կնեք, մարդկա որի հագուստից կզզվես։
Մարդ կա, որ շատ ներողություն, այդ հագուստով գնացի անառակությունը արը, կզզվես։ Ուզում ասեմ, ինչ-որ բան կա, բայց 100%-ով չեմ կարող ներկայացնեմ ինչ-որ ստեղ կարծում եմ գրածը։ Ոմանց վախով ազատեցեք, կրակից հափշտաճելով նրանց, այս վախի վրա ես ուզում եմ մի քանի բառ ասեմ։ Ես հիշում եմ մեր եղբայրներից մեկը, եղբայր էր, բայց մի քիչ տկարացել էր, հասել էր այնտեղ, որ խմում էր արդեն։ Մի օր այդ խմելու ժամանակ մենք էլ Սուրբ Հոգին ասել է. «Ես ինձ խմեցիր, դժոխք ես տալու»։ Ու չեր խմե դրել էր ու դրանից հետո ապաշխարել։ Մի անգամ այդ վախից ապաշխարել էր։ Եվ գիտեմ շատերին առաքելին էլ, ոմանք տկարությունից հետ են դառը, երբ որ Աստված ցույց է տվել, որ այդ ճանապարհը քեզ դժոխք է տանում։ Եթե հետ չդառնաս, դու դժոխք ես տալու։ Ոմանց պետք է դժոխքը ցույց տալ։ Ոմանց պետք է մահը ցույց տալ։ Իրան թվում է, ոնց կան, այնց էլ պետք է դա, չէ։ Մեկում մարդիկ կան, որ ասում ես ոնց ես, ասում է, սենց էլ մնա լավ է։ Ես այդ բոլորին պատասխանում, ասում սենց չի մնալու։ Գոնե ծերանում ես։ Ուժից ընկնելու ես։ Մի օր դու չես կայանալու։ Այն որ հիմա ոտի վրա կայանած ես, մի օր կայանած չես լինելու։ Ինձ որ սենց չի մնալու։ Պետք է մարդկանց վախեցնել։ Այս որ հիմա երիտասարդ ես ավյունով, այդպես չի մնալու։ Մի օր հանդիպելու ես մահվան։ Եվ մահից հետո էլ դժոխք կա։ Եթե հիմա չապաշխարես, ոմանց վախով ազատեք։ Ոմանց մարդկա հասկանում է, ընդունում է խոսքդ եւ ապաշխարում, փառք Աստծուն։ Բայց մարդկա մինչև դժոխքը ցույց չտաս չի։ Դրա համար Աստված ոմանց հիվանդությունով է բերում։ Հասցնում է մահվան դուռը, որ այս մարդը կարելի է գա։ Հասկանալի ասացի, բայց չի նշանակում բոլորին։ Ոմանց։ Այսինքն մարդկանց հետ որ խոսում եք, միանգամից դժոխքի մասին չխոսեք։ Երբ անիկա արդարության, ժուշկալության եւ գալիք դատաստանի վրա խոսեր, Ֆելիքսը զարուրելով պատասխան տվավ ուսավ. «Դու հիմա գնա, երբ որ ժամանակ ունեմ, հետո կանչեմ»։ Զարհուրեց, երբ որ կանչին։ Այսինքն այս քարոզները մեկ-մեկ պետք է ասել, էլի, արդարության, ժուշկալության, գալիք դատաստանի մասին։ Եվ նրան, որ կարող է ձեզ ամբից պահել եւ իր փառքի առջև անարատ կանգնեցնել ցնծությունով, մեր փրկիչ միմիայն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, փառք ու մեծություն, զորություն ու իշխանություն բոլոր դարերից առաջ եւ հիմա ու բոլոր դարերի մեջ։ Ամեն։ Այս արդեն են մեր սրտից բխող բառերն են գրված։ Նրան, որ մեզ կանչեց, կարող է ամբից անարատ պահել, վերջը, նրան փառք, օրհնություն, մեծություն, զորություն, ամեն։ Այս մասին բանում եք ասել ժողովուրդ։ Այս մասին չէ, եսի միշտ ասվե։ Դե, ես չեմ համարում, որ մենք ամենայն խորությամբ խորացանք, ինչ որ մի մակարդակով գնացինք։ Հաստատ ավելի խորքերի բաներ կան։ Սուրբ Հոգին հնարավոր է բացի շատերին, ոմանց բացի, ոմանք քարոզեն, ոմանք չքարոզեն, բայց ապրեն եւ այլն։ Աստծո խոսքը միշտ էլ իր գանձերը ունի մեր համար։